Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համոզմամբ ընտրություններին ընդառաջ պառակտված ընդդիմությանը միավորել կարող է միայն միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը։ Այս համոզմանը Տեր-Պետրոսյանը հանգել է ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցություններից հետո, որոնք ըստ նրա այդպես էլ ոչ մի համաձայնության չեն հանգեցրել։ Այդ պարագայում պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է։ Անհրաժեշտ է վերջի վերջո հասկանալ, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է։ Լինելով ինքնաբավ եւ կայացած անձնավորություն, Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը։ Ինչպես պետք է տնային կալանքում գտնվող Կարապետյանը միավորի ընդդիմությանը։ Արդյոք առաջին նախագահը կարծում է, որ ընդդիմադիր ուժերը պետք է մեկ միասնական բլոկով մասնակցեն ընտրություններին Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։ Տեր-Պետրոսյանը չի մանրամասնել։ Իդեպ առաջին նախագահի առաջնորդած Հայ ազգային կոնգրեսն արդեն իսկ հայտարարել է, որ մասնակցելու է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Վարչապետի թեկնածուն էլ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։ Արդյոք հնարավոր է, որ առաջին նախագահի կուսակիցները ընտրություններին մասնակցեն Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանի ցուցակով։ Եվ Տեր-Պետրոսյանի հայտարարությունն էլ հենց այդ համատեքստում է։ ՀԱԿ-ից չհաջողվեց մեկնաբանություն ստանալ, իսկ ուժեղ Հայաստանի քաղխորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանն Ազատության հետ զրույցում հրաժարվեց այս հարցին պատասխանել։ Հնարավոր է, որ ասենք ՀԱԿ-ի որոշ անդամներ ձեր ցուցակով մասնակցեն ընտրություններին։ Ես այս պահին չեմ ուզենա արձագանքել կամ որևիցե բան ասել։ Իսկ գիտեք համախմբելու ձևը ընդդիմությանը, գոնե գտել եք այդ ձևը։ Ոչ միայն ընդդիմությանը, առհասարակ մենք Սամվել Կարապետյանը միշտ համախմբող է եղել իր կողքը, ավելի քան համոզված եմ, որ մեր ամբողջ ազգը կհամախմբի Սամվել Կարապետյանի շուրջ եւ հետագայում ունենալու ենք ուժեղ Հայաստան առանց սևերի եւ սպիտակների։ Չի կարող լինել քաղաքական ուժ, որը չմասնակցի ընտրություններին։ Չնայած ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նախապես ասել էր, որ իր առաջնորդած Հայրենիք կուսակցությունը միայնակ մասնակցելու է ընտրություններին, սակայն երեկ հայտնի դարձավ, որ քաղաքական ուժը մտափոխվել է։ 2021-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ դաշինք կազմած Արթուր Վանեցյանը նախընտրական դաշինքներն այլևս իրատեսական չի համարում, նշելով, որ Հայաստանի ապագայի վերաբերյալ իրենց պատկերացումները տարբերվում են քաղաքական դաշտում գործող մյուս ուժերի մոտեցումներից։ Ընտրություններին առանձին մասնակցելն էլ կուսակցությունը ճիշտ չի համարում, քանի որ ընդդիմադիր բազմաթիվ ուժերի մասնակցությունը կարող է առաջացնել ընտրողների քվեների մասնատում։ Մի կողմից նպատակ ունենալով հնարավորինս նպաստել ընդդիմադիր ձայների համախմբմանը եւ մյուս կողմից չգնալ գաղափարական հիմք չունեցող արհեստական դաշինքների ձևավորման ճանապարհով, կուսակցությունը որոշեց չմասնակցել 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին։ Արդյոք դուրս մնալով ընտրապայքարից ԱԱԾ նախկին տնօրենը կաջակցի որևէ կոնկրետ ընդդիմադիր ուժի։ Արթուր Վանեցյանն այսօր Ազատությանը փոխանցեց, որ իհարկե աջակցելու են հիմնական ընդդիմադիր ուժերին, առանց անուններ տալու։ ԱԱԾ նախկին տնօրենը պնդեց, թե իրենց համար ինքնանպատակ չէ լինել ազգային ժողովի падգամավոր կամ ունենալ խմբակցություն։ Իր նպատակն ամբողջական իշխանափոխությունն է, եւ այս փուլում ճիշտ ճանապարհն իր համոզմամբ մեկ միասնական ճակատով հանդես գալն ու ընդդիմադիր ձայները չմասնատելն է։ Այսօր անցողիկ ենք։ Այն, որ ընդդիմադիրների համար առաջիկայում կարևոր է դառնում ոչ թե մի քանի մանդատի համար կռիվը, այլ Փաշինյանի ուժին պարտության մատնելու արդյունավետ ճանապարհի ընտրությունը, այս շաբաթ այդ մասին խոսեց նաև Հանրապետականի ղեկավար Սերժ Սարգսյանը։ Թեև ընտրություններին ընդամենը 3 ամիս է մնացել, սակայն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած ուժը դեռ չի որոշել մասնակցել ընտրություններին, թե ոչ։ Պատասխանելով Ազատության հարցին Սերժ Սարգսյանն օրերս ակնարկել էր, թե կարևոր այս փուլում ոչ թե մի քանի մանդատի համար պայքարն է, այլ մեծացնել հաղթելու շանս ունեցող ուժերի կարողությունը։ Խոսքը ներ ընդդիմադիր պայքարը ուրիշները ուրիշ բառով են ասում։ Մեղմելու մասին է գնում։ Այդ խնդիրը, որ կա այսօր ընդդիմության տարբեր թևերի միջև, դուք դրա լուծումը ինչպես եք տեսնում։ Դրա լուծումը տեսնում եմ կենտրոնական խնդրի կարևորության գիտակցման մեջ։ Իշխանափոխության։ Այո։ Ինձ համար ամենակարևորը դա է, մեր ուժի համար ոչ թե միայն ինձ, դա է կարևորը եւ ոչ թե մի քանի մանդատ տանել։ Այդ կուսակցության լոկոմոտիվը ես եմ։ Թող կուսակցությունը կամ թող դաշինքը մտնելու է ազգային ժողով, ի շնորհիվ միայն Վարդան Ղուկասյանին։ ԱՄՆ-ի Հենդերսոնի բանտից կուսակցության այսօրվա համագումարի մասնակիցներին ձայնային ուղերձ էր հղել դոգմականնով Վարդան Ղուկասյանը, զգուշացնելով ընտրություններին գնում են իր առաջնորդությամբ, անկախ այն հանգամանքից, թե ովքեր կընդգրկվեն դաշինքում։ Այսօր ժողովուրդը տենում է մենակ մի հատ ռեալ ուժ, ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Այս հայտարարությունից հետո դոգ կուսակցության համագումարում որոշվեց հենց Վարդան Ղուկասյանն էլ կլինի իրենց վարչապետի թեկնածուն։
Իսկ ինչպես կարող է Ղուկասյանը լինել վարչապետի թեկնածու, եթե նա ավելի քան 1 տարի է ամերիկյան բանտում է ու վերջին 4 տարում մշտապես չի ապրել Հայաստանում։ Դա արդեն դաշինքի ներսում քննարկվող թեմա է։ Հետո արդեն դաշինքի ներսում կարող է փոխվել այդ որոշումը։ Պարոն Ղուկասյանի վերջ խոսքը պատկանել է պարոն Ղուկասյանին։ Առաջիկա ընտրություններին ընդառաջ քաջալերելով իր կուսակիցներին Հայաստանում մի քանի ծանր հոդվածներով մեղադրվող Ղուկասյանը նաև պատմում էր բանտի դժվար պայմանների մասին, ասելով, թե ինքը Հենդերսոնի ամենաերկարաժամկետ բանտարկված կալանավորն է։ Ամերիկյան այդ բանտը Դոգը համեմատում էր համակենտրոնացման ճամբարի հետ, պնդելով, որ այնտեղ մարդիկ խելագարվում են։ Այն ինչի միջով որ ես անցել եմ եւ անցնում եմ, շունը չէր դիբանա, այդտեղ երկար չեմ մնալու։ Սկսված է շատ ուժեղ process Վարդան Ղուկասյանին հնարավորինս արագ այս բանտից եւ այս երկրից դուրս բերելու համար։ Իդեպ Վարդան Ղուկասյանը ցանկություն է հայտնել ԱՄՆ բանտից տեղափոխվել Ռուսաստան։ ԱՄՆ նախագահին ուղղված հայտարարության մեջ փաստաբանը հորդորում էր Դոնալդ Թրամփին ապահովել Դոգի անվտանգ տեղափոխումը Ռուսաստան։ 3 երկրներ տվել էին իրենց կամարտահայտությունը, այսպես ասած, full փաթեթով, այսինքն անվտանգությունը ապահովելու հետ կապված եւ պարոն Ղուկասյանը ընտրել է Ռուսաստանի Դաշնություն։ Պարոն Ղուկասյանը ցանկանում հենց Ռուսաստանի Դաշնություն տեղափոխվել։ Դա պարոն Ղուկասյանի կամարտությունն է եղել։ Ամերիկյան դատարանը դեռ անցած տարի որոշում էր կայացրել, որ Վարդան Ղուկասյանը խախտել է այդ երկրի միգրացիոն կարգը, հետևաբար պետք է լքի երկիրը։ Չնայած դատարանի այս որոշմանը Ղուկասյանը շարունակում է մնալ Ամերիկայի Հենդերսոնի բանտում։